Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է հեռավար ձևաչափով մայիսի 26-ի պայմանավորվածությունների իրագործման շրջանակում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն ստորագրել է Վաշինգտոնում հունիսի 1-ին, իսկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում հունիսի 4-ին։ Կողմերը սա դիտարկում են որպես քայլ ուղղված խաղաղության, անվտանգության եւ տարածաշրջանային համագործակցության տեսլականի առաջմղմանը, նաեւ նախատեսում են շարունակել ներպետական ընթացակարգերը համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար։ Ձերի քաղաքացիներ, վարքյաններ առաջ ձեր աչքի առջև ես ստորագրեցի թրիփի վերաբերյալ Միացյալ Նահանգներ Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։ Հիշում եք, օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից մայիսի 26-ին, ընդամենը օրեր առաջ իր Հայաստան կատարած այցի ընթացքում, եւ հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ եւ ուղարկել է, առաքվել է փաստաթուղթը Հայաստան, եւ այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարության 2027 թվականի բյուջեի հայտի վերաբերյալ ունեցած ելույթում։ Այն ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց համաձայնագրով, որի հետ կապված ես ստորագրեցի հուշագիր։ Այն ստեղծում է նոր բարգավաճման ուղի, թրիփը, որը երկու երկրներին կընձեռի արտակարգ հնարավորություններ, հատկապես Հայաստանին, հարգելով նրանց ինքնիշխանությունը, որ իսկապես շահ են դրանից։ Միացյալ Նահանգները հավանություն է տվել թրիփի զարգացմանը, հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում թրիփի զարգացման ընկերության հիմնմանը հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային փոխկապակցվածությանը։ Ըստ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկա, մանրաթելային ցանցերի եւ այլն։ Պատասխանելով այն դիտարկմանը, որ Երևանից հավաստիացումներ են հնչում, թե հունիսի 7-ի ընտրություններից հետո Ռուսաստանի եւ Հայաստանի միջև համագործակցությունը կրկին կկարգավորվի, իսկ բոլոր այն դժվարությունները, որոնք առաջացել են ԵԱՏՄ-ի շրջանակում կլուծվեն, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ասել է. Что мешало это сделать до выборов или во время выборов? Իսկ ինչներ խանգարում, որ դա արվեր ընտրություններից առաջ կամ դրանց ընթացքում։ Ինչպես ասում են, ես շատ էի զայրացած, որովհետև հեծանիվ չունեի, իսկ հենց ունեցա, բարիացա։ Ծիծաղելի է, Ռուսաստանը պարզապես արձագանքել է Հայաստանին ԵՄ-ի եւ Հյուսիսատլանտյան կառույցների կողմ ուժով ձգելու գործընթացի կտրուկ ակտիվացմանը։ Դրա համար հիմք են դարձել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության համապատասխան հայտարարությունները, մյուսելուց եկող որոշակի ոգևորող ազդակները, տպավորիչ քաղաքական Եվրադեսանտը, որը մայիսի սկզբին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք։ Այս ամենից հետո, ի դեպ ռուսական կողմը նաև շատ հայ քաղաքացիներ եւ ԵՄ այլ գործընկերների մոտ օրինակ հարցեր են առաջացել, թե ուր է ի վերջո Հայաստանը շարժվում։ Ոչ թե երկիրը ինքը, այլ թե ուր են նրան փորձում տանել նրանք, ովքեր զբաղվում են դրանով։ Միևնույն ժամանակ հարց է առաջանում, ինչպես է Հայաստանը մտադիր այս դեպքում կատարել իր պարտականությունները այն կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամակցում է։ Евроустремление Еревана. Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նշելով, թե Մոսկվան չի ցանկանում սրել իրավիճակը։ Օվերչուկի խոսքով Հայաստանը ռուսականից բացի այլ գազ չի ունենա, միակ հարցը նրա այն է, թե որտեղից է հանրապետությունը ստանալու այդ գազը։ Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է 1000 խորանարդ մետրի դիմաց $177, Եվրոպայում այն այժմ արժե շուրջ $600։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ վերջին շրջանում անդադար շեշտում են այդ հանգամանքը եւ զգուշացնում Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն գնալու դեպքում գազի գնի բարձրացման մասին, թեև Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Երևանը կարող է ընտրել ԵՄ, բայց ոչ Ռուսաստանի հաշվին։
Օվերչուկ։ Եթե Երևանը կարծում է, որ Եվրամիությունում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ մեր հաշվին։ Մենք կողմ ենք այն բանին, ինչը հայերն իրենք են համարում լավագույնը։ Եթե նրանք կարծում են, որ ավելի հարմարավետ կլինեն Եվրամիությունում եւ ավելի լավ կզգան Եվրամիությունում, իհարկե կարող են։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է Հայաստանի սահմանային անցակետերում համապատասխան տարիքի տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու համար ծանուցում տալու մասին տեղեկությունը։ Ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չի։ Այսինքն չեն տալիս 25-օրյա վարժական հավաքի ծանուցագրեր։ Ում։ Հայաստան եկող համապատասխան տարիքի տղամարդկանց։ Երբ, ինչ ժամկետում։ Հիմա որ գալիս Ուղիղ օդանավականում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ։ Նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ կային, ինչ նկատի։ Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության։ Նաև Հայաստանում տարբեր ինստիտուտներ կան, որոնք ըստ անհրաժեշտության ֆունկցիաներ են Այս փուլում ինչ են իրականացնում պարոն Պապիկյան անցման կետերում։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում նաև հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում, տարբեր հարցերով, շնորհակալ եմ։ Դուք բացառում եք, որ Ռուսաստանից եկածներին կարող են 25-օրյայի ծանուցագրեր տալ։ Ինչպես կարող են բացառել դա։ Այսինքն Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի, բնականաբար չեմ կարող բացառել։ Ռուսաստանից թե օրինակ Ֆրանսիայից, Ամերիկայից։ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, չեմ ասում բոլորին ուղարկում են։ Դուք հիմա կրկին իմ խոսքը, ոչ դուք չեք ճշտում։ Դուք իմ ասածը խեղաթյուրում եք։ Դուք ասեք այնպես ոնց որ Ես ասեցի, Նարեկի հարցին պատասխանեցի։ Դա ձեր խնդիրն է։ Պականներն ինչու են ծեծում մյուս քաղաքական ուժերի համակիրներին, պարոն Պապիկյան։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցության փաթեթ Ռուսաստանի կողմից կիրառված վերջին սահմանափակումների ֆոնին։ Նրա խոսքով Մոսկվան տնտեսական հարաբերությունները օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք, ինչը Եվրամիությունն անընդունելի է համարում։ Աջակցության փաթեթը ներառում է ֆինանսական օգնություն, հայկական արտադրանքի, մասնավորապես գյուղմթերքի արտահանման խթանում, նաև աջակցություն տուժած ոլորտներին, այդ թվում ծաղկաբուծությանը։ Ֆոն դեր Լայենը նաև վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը զարգացնելու Հայաստանի հետ տնտեսական եւ ենթակառուցվածքային համագործակցությունը, ընդգծելով երկրի կարևոր դերը որպես տարածաշրջանային կապուղի Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև։ Կառավարությունը հաստատել է ջերմատնային արտադրության թարմ պտուղ բանջարեղենի եւ ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը նպաստելու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Ծրագրի շրջանակում 2026 թվականի հունիսին արտահանողներին կտրամադրվի փոխհատուցում ելակի համար 770 դրամ, լոլիկի 275 դրամ կիլոգրամը, պղպեղի 400 դրամ, իսկ ծաղիկների համար 37 դրամ հատը։ Ծրագրից կարող են օգտվել Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, նաեւ անհատ ձեռնարկատերերը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը կփոխհատուցի Հայաստանում ունեցող ապրանքների արտահանման մաքսատուրքերը, խթանելով արտահանումը դեպի Եվրամիություն, Մեծ Բրիտանիա եւ Կանադա։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի հետ հնարավոր ռազմական գործողություններում նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։ Փաստաթուղթը պահանջում է զերծ պահել Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանի դեմ գործողություններից, եթե կոնգրեսը պաշտոնապես չհայտարարի պատերազմ կամ չլիազորի ուժի կիրառումը։ Բանաձևն ընդունվել է 215 կողմ 208 դեմ ձայներով, այն պաշտպանել են բոլոր դեմոկրատները եւ 4 հանրապետականներ։ Այժմ այն կքննարկվի Սենատում, որտեղ շրջանառվում է նմանատիպ նախագիծ։ Եթե երկու պալատներն էլ ընդունեն փաստաթուղթը, այն կուղարկվի նախագահի ստորագրմանը, սակայն ակնկալվում է, որ Թրամփը կարող է վետո կիրառել։ Ավելի վաղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանի դեմ ամերիկյան էպիկական ցասում գործողությունն ավարտվել է։ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին եւ գործողության նպատակը երբեք չի եղել Իրանում ռեժիմի փոփոխությունը։ Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա Միացյալ Նահանգներին չափն անցնել ոչ բանակցություններում, ոչ էլ հրադադարի ընթացքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը X-ում գրել է, որ ցանկացած ագրեսիայի կհետևի պատասխան հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառմամբ։ Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները եւ Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Այնուհետև Իրանը հարվածել է Քուվեյթի միջազգային օդանավակայանին եւ դիվանագիտական օբյեկտներին, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 63-ը։